Հայաստանի ժողովրդի հարստությունից ավելի քան 1 տրիլիոն դրամ գումար չպետք է դրվի ակադեմիական քաղաք ծրագրի վրա, այն բացարձակապես անմիտ է։ Քարոզարշավի շրջանակում ակադեմիական քաղաք այցի ժամանակ հայտարարել է Լուսավոր Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։ Նա ընդգծել է, որ այս ծրագիրը պետք է չեղարկվի, այս ծրագրի պատասխանատուները պետք է վճարեն մինչ օրս ծախսած գումարները։ Պետք է արվի հետևյալը, եթե որևէ բան պետք է այստեղ կառուցվի, ուրեմն լավ տարբերակ կարող է լինել պետական բոլոր հիմնարկները, կառավարական տները տեղափոխել այս տարածք։ Քաղաքը կբեռնաթափվի, կենտրոնը կլինի երիտասարդական։ Մարուքյանի խոսքերով 3 տարի այս թեմայի վրա PR է արվում։ Ավելի վաղ Էդմոն Մարուքյանն ու թիմակիցները քարոզարշավ էին իրականացրել կենտրոնական բանկի առջև, մեղադրելով երկրի գլխավոր ֆինանսական կառույցին մարդկանց թալանելու միջավայր ստեղծելու համար։ Այս համակարգը պետք է քանդել, մենք բացարձակապես դեմ չենք, որ Հայաստանում բանկային համակարգը կայացած լինի, խոսքը դրա մասին չէ։ Մենք դեմ ենք, որ աղքատ ժողովրդի հաշվին գերշահույթ ստանան, հայտարարել է Մարուքյանն իր պնդումը հիմնավորելով վարկերի տոկոսադրույթներով, որոնք բարձր են եվրոպական երկրներից։ Ըստ նրա, չնայած կենտրոնական բանկը մասնավորներին մատչելի պայմաններով դրամական միջոցներ է տալիս, քաղաքացիներին միևնույն է, բանկերը մի քանի անգամ բարձր տոկոսներով են վարկ տալիս։ Լուսավոր Հայաստանի վարչապետի թեկնածուն խոստանում է ընտրվելու դեպքում նվազեցնել վարկերի տոկոսադրույթները, սահմանափակել պետական ֆինանսական կառույցների աշխատողների մուտքը մասնավոր բանկեր։